Հանրապետության օրվա արդիվ ռազմական շքերթին ցուցադրվող զինտեխնիկայով վաղը հիանալիությունեցին, թե մի կողմ գնա հեռուստացույցից ու նայի իրականությանը։ Արդեն 3 տարի իրենց քթի տակ նստած է թշնամին։ Գորիսեցիների հետ հանդիպման ժամանակ ռետորական հարց է հնչեցնում Հայաստան դաշինքի անդամ Աննա Գրիգորյանը։ Վաղը Հայաստանի Հանրապետությունում իբր տոնակատարություն են հայտարարել ռազմական շքերթն իրականացնելու, թե տեսեք ինչ բանակ ունենք։ Հիմա տեղ գյուղում նստած մարդը ինչ մտածի։ Նայելու հրապարակում շքերթ է, Պապիկյանը կանգնած այսպես խրոխտ ելույթ հավանաբար կունենա, բայց հետո չի տեսնելու, որ ադրբեջանական դրոշը մեր երկրի տարածքում է։ Պապիկյանի խրոխտ ելույթին հավատասյունեցին, թե հիշի հայկական բանակի վճռորոշ հայտարարությունը, թե ադրբեջանցիները երբ սովածանան, կհեռանան ջերմուկից, հիշեցնում է Գրիգորյանը։ Բայց ուժեղ բանակ ունեք, ձեր ուժեղ բանակի վճռորոշ նախադասությունը այն ա եղել, որ ջերմուկում ադրբեջանցիները կսովածանան, կգնան։ Բայց կարա պաշտպանության նախարարական գլխավոր շտաբի պետը նման հայտարարություն արի։ Շքերթը որ անում եք ու շատ լավ է, մեր բանակը միայն պետք է ուժեղ լինի, միայն պետք է հզորանա։ Բայց ո՞նց է ստացվում, որ մեր երկրի տարածքները շարունակում են օկուպացված մնալ։ Իսկ որևէ հայտարարություն չկա, որ այդ տարածքները պետք է վերադարձեն։ ԿՊԱ-ականների կողմից հնչում են միայն սիրելու մասին հայտարարություններ, ասում են դաշինքի անդամները։ Պնդում, սրտիկներով հայրենիք չեն պահում։ Վճռական ընտրությունը սրանով Հայաստանը վերադարձում է հայ տեսակի իշխանության, թե Հայաստանը թողնում ենք թշնամու ձեռը մնա։ Այլ ընտրություն չկա, ոնց որ Սև լճի մոտ ծածկա դպոց արեցին, թե ոչ մի բան չկա, ամեն ինչ նորմալ է, ոնց որ առավոտվանից քեֆ ուրախություն համերգ, ուտել, զրկտվել, գառան խաշլամա, բայց մարդկանց մեջից ուղեղից որ հաներ, որ իշխանասարի գլխին թուրքը նստած է, որտեղ թուրքը նստած է, որտեղ գյուղերի սահմանի մի դիրքից մեկը 30 մետր է, տեղ գյուղի դիրք գնում է, մարդ լացը գալիս է, հիմա որևէ մեկը հիշում Հայաստանում, որ տեղ գյուղում այս իշխանության անշնորհքության հետևանքով թուրքը 1.5 կիլոմետր առաջ եկա, մեր 4 հրաշքպեստազի տղեկ զոհվեցին դրա պատճառով։ Չեմ ուզի ոչ մի բան ավել ասել, վստահ եմ դուք ինձ ավելի շատ կհամոզեք, որ Միասին պետք է պայքարել չարիքի իշխանությունից ազատվելու համար, պնդում է Գեղամ Մանուկյանը։ Հակառակ դեպքում Երևանում զորահանդեսներ կտեսնենք, Երևանից դուրս ադրբեջանական դրոշներ։ Արցախն էր, որ այստեղի շուրն ու մյուս գյուղերը սահմանամերձ չէ դարձնում։ Արցախն էր պահում, որ Վարդենիսը սահմանամերձ չէ։ Ներքին հանդում մի տարի առաջ մի Նիկոլին ասում է շնորհակալ եմ, որ առաջի ղեկավարներ եկավ սահմանամերձ գյուղ, ասում լսեք, ներքին հանդը Հայաստանի կենտրոնն է։ ՔՊ-ն խաղաղություն բառը սեփականաշնորհել է եւ ստի ու սպառնալիքի վրա խաղաղության մասին կեղծ թեզ կառուցել, հայտարարում է դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։ Նկատում իշխանությունը պատերազմ բերելու մեջ է մեղադրում մի ուժի, որի առաջնորդի կառավարման տարիներին արժանապատիվ խաղաղություն է եղել։ Զավեշտանին նաեւ որ խաղաղության մասին խաղաղության այդ թեզը փորձում է սեփականաշնորհել մի մարդ, որ բերել է պատերազմ, բերել է զոհեր եւ մեղադրում է այն քաղաքական ուժին, այն առաջնորդին, որի ժամանակ եղել է խաղաղություն։ Եվ ըստ էության մենք մտել ենք մի բանավեճի մեջ, որը իր էությամբ աբսուրդային է։ Խաղաղության ցած դրոշը ջանասիրությամբ տանում է մի մարդ, որը բերել է 5000 զոհ, 12000 վիրավոր եւ տարածքային հսկայական կորուստներ 150,000 փաստակալ։ Եվ փորձում է խաղաղության մեջ մեղադրել մի մարդու, որի կառավարման ժամանակ եղել է արժանապատիվ խաղաղություն։ Դեմ չէ խաղաղությանը Հայաստան դաշինքը, բայց միայն երաշխավորված խաղաղություն է պետք Հայաստանին, կարծում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Ասում եմ մեզ պետք է խաղաղություն, բայց մեզ պետք չէ երաշխիքներ եւ երաշխավորում։ Ինչով է իրենք խանգարում երաշխիքները խաղաղության համար։ Մեր հայի ինքնությունը ինչով է ձեզ խանգարում։ Ինչ եք ուզում հայի ինքնությունից։ Խի եք մտել կռվի մեջ, պատերազմի մեջ մեր ինքնության հետ։
Պատասխան չկա։ Մեր պատմությունը ձեզ ինչով է խանգարում, ժողովուրդ ջան, ես չգիտեմ ինչով է խանգարում հայ ժողովրդի պատմությունը Նիկոլ Փաշինյանը։ Ես չեմ հասկանում եւ այդ պատասխանը չունենք, միջի այսօր չենք ստացել այն պահից, երբ այս դիսկուրսը սկսվել է։ Թե ինչով է խանգարում ձեզ մեր եկեղեցին։ Քաղաքական խարդախ, այսպես է անվանում Փաշինյանին Ռոբերտ Քոչարյանը։ Հիմնավորում քարտեզը պաշտամունքի առարկա է դարձրել, բայց միայն փոքրացնում է այդ քարտեզը։ Ժողովրդի մոտ շատ բարձ բան կա, չի ասում այս մարդը գցեց։ Միգուցե սիրուն բառ չի։ Այս մարդը ժողովրդին գցեց։ Ոչ թե ընկերոջ, մյուս այդ ընկերների մասին մենք գիտենք, որ սաղին էր գցում, աջ ու ձախ։ Բայց Նիկոլ Փաշինյանը բոլոր այս ուղղություններով անվտանգություն, ինքնություն, եկեղեցի, հայկականություն, բոլոր այս հարցերով գցեց հայ ժողովրդին։ Քաղաքական խարդախ է այս մարդը, ոտից գլուխ։ Հիմա էր Հայաստանի քարտեզը Կուրսկին դրած, չգիտեմ ինչ է քարոզում։ Չեմ զարմանա, որ վաղը գլոբուսը գլխին դրած կհայտնվի։ Թույլ չտալ, որ քաղաքական խարդախը ժողովրդին խաբելու եւս մեկ հնարավորություն ստանա, կոչ է անում Հայաստան դաշինքի առաջնորդը։ Մենք ունենք այդ հնարավորությունը կանխել այս ամենը եւ մեր բանաձևը խաղաղության հետեւյալն է, կրկնեմ, խաղաղությունը պետք է լինի երաշխավորված, հարատևելի եւ կայուն։ Եվ չի կարող լինել խաղաղություն, որը կախված է մեկ մարդու քմաճույքից։ Տվյալ դեպքում Իլհամ Ալիևի քմաճույքից։ Դա խաղաղություն չի, դա վասսալական կախվածություն է Ադրբեջանից։ Լիլիթ Խալաթյան, Հարություն Մաթևոսյան, Այլուր։